Հարգելի ներկաներ, բարի եկած միջվարչական առաջին ժողովին։ Հայդակիրը պիտի ընթանա հետևյալ ձևով։ Քյուր միություններու ողջունի խոսքեր, Հոմետմեն Լիբանանի մասնաճյուղի ադենաբետներու խոսքեր, Հոմետմեն Լիբանանի շրջանային վարչության խոսք, Հոյտա Լիբանանի գետրոնական կոմիտեի խոսք, Հոմետմենի գետրոնական վարչության խոսք, որ մեր հետ ունինք թաթար։ Ապա 7:15-ին ժամը ժողովը սկիզբ կառնի, որ մեր հետ հայդակիրը կսկսի։ Հետևյալ ձևով շրջանային վարչության զեկուցում, վիդեո, workshops, ադենաբետներու, հաշվաբահերու, ադենաթբիրներու, կարոշչական, մարզական, սկաուտական դատաբեյս, միացյալ աշխատանք, ադենաթբիրներ, հաշվաբահ, կանցաբահ և կարոշչական, մասնաճյուղերու զեկուցում, ընթացիկ հարցերու քննարկում, լուծում և փակում։ Այժմ կհրավիրեմ համազգայնի շրջանային վարչության ներկայացուցիչը, որ իր խոսքը փոխանցի։ Հրամեցեք։ Հայ քաղուտը կետ գրոնական և քաղաքական գոյություն չէ, այլ իր օժանդակ տևերով կգոյատևի։ Ինչպես որ համազգայինը նվիրված է հայկական մշակույթի պահպանման, առաքելության, այդպես ալ Հոմետմենը մարմնագրթության և սկաուտության կողքին նվիրված է մարդագերտման պահպանման։ Ըստ Նիկոլ Աղբալյանի, մեծ է թերը Հոմետմենի, այդ թերը լավ ըմբռնելու համար անհրաժեշտ է ազգային բարձր գիտակցություն։ Հոմետմենը իր դաստիարակությամբ կշարունակե գերդել սերունդներ, գագուղ տատիկեն մինչև վետերան հոմետմենականը հանձնարու է հայ ինքնության պահպանման, բացխանություն գրելու և կյանքի քնով ծառայասիրության։ 1918-ին ծնունդ առած այս միությունը այսօր կվայել է դեղական և համաշխարհային համբավ։ Հպարտ ենք ձեր նվաճումներով, հարաճ նահատակ ցեղի անմահներ։ Շնորհակալություն։ Կհրավիրեմ մասնաճյուղերու ադենաբետները, սկսենք Բեյրութ մասնաճյուղեն, հրամեցեք։ Բադվարժան Հոմետմենի Լիբանի շրջանային վարչություն և սիրելի մասնաճյուղերու վարչություններ։ Սրդակին ողջույններս։ Այսօր կուզեմ խորին երախտագիտությունս հայտնել ձեր բոլորին։ Հոմետմենի Լիբանանի մեջ միշտ ալ եղած է ավելին, քան բարձ գազմագերբությունը։ Անդում մնե, դբրոց մնե, ընտանիք մնե, ուր մեր երիտասարդությունը կդաստիարակվի հայկական ոգիով, մշակույթով և հայրենասիրությամբ։ Շնորհակալություն շրջանային վարչության բոլոր անդամներուն, ձեր անխոնջ աշխատանքին, հերադեսության և անձնվեր ծառայության համար։ Ձեր չանքերուն շնորհիվ Հոմետմենը կշարունակե մնալ մեր համայնքային կյանքի ամուր սյուներեն մեկը։ Նաև խորին շնորհակալություն և խոնարհում բոլոր մասնաճյուղերու վարչություններուն, սկաուտական խորհուրդներուն, մարզիչներուն և հանձնախումբերու անդամներուն։ Ամեն օր դուք ձեր ժամանակը, սերն ու նվիրումը կներդրեք մեր զավակներուն և երիտասարդներուն մեջ։ Ձեր ծառայությամբ է, որ Հոմետմենի գաղափարն ու առաքելությունը կշարունակեն ապրիլ ու զորանալ յուրաքանչյուր մասնաճյուղի մեջ։ Թող մեր միասնական աշխատանքը շարունակվի ավելի մեծ գորովով, թող մեր դրոշը միշտ բարձր ծածանի և թող Հոմետմենը մնա ուժի, համերաշխության, ծառայության և ազգային հպարտության խորհրդանիշը։ Գեցե Հոմետմենը, գեցե Լիբանի հայությունը։ Եղբայրական բարևներով Հոմետմեն Բեյրութի վարչություն։ Բարև ձեզ, ես Շան Բուճակշանն եմ Զահլեի ադենաբեդը։ Գնալա շատ էր գարզեմ, որ Զահլե հայ չի մնացած, կամ հայերը շատ քիչ են։ Ես երկրորդը ելա կամ որ երկրորդ հռչակված մասնաճյուղն է Զահլեի մասնաճյուղը 1927-ին։ Կալ դարյան շուշտ
անշուշտ կալդարի 100 ամյակը գլա զահլեի վստահ բար միասին մեծ աշխատենք ավորդում անելու Ձեզի եմ միան զահլեի ծավերը անշուշտ իպր հոմենտմեն իպր հայկական ուրեմն մոդավորապես 20 տարին ավելի է վեր զահլե հայկական դվորոց չի մնաց Yani վերջին հայկական դվրոցը որ կոծեց զահլեն 20 տարին ավելի եղավ Ուրեմն մեր բզիկները դժբախտաբար հայկական դասերակցություն չունեին ինչ է իմա որոշ generation մլման գործունեություն ենք որ գնալալ որ մայր կամ հայրը հայ չեն հայերեն չի գիտեր So ծավերնես մեր մեկն է որ հայերեն խոսողները քիչ են մեր սկաուտներում մեջ մոտավորապես 30-40 սկաուտ գայլիկ հայերեն 80 հայերեն չեն գիտեր խոսիլ գնալ գասկանան քիչ բայց իրար հետ խոսելու ադեն հայերեն չեն խոսիր Դիվ երկու զահլե մեծ կաղուտ է yani զահլե ջալելա ռայակ աբլահ սոցրված են ժողովուրդը եւ զահլեի մեջ ալեքսեն մոդի չեն հայերունդները Անջարի կամ Բուչամուդի կամ Բերուտի պես չեն։ Սասիա մեր ծավերը մեկն է։ Դարիքի անշուշտի որոշ generation մգա որ հերացան մեզն է բանին բաժարով հայերեն չեն կերեր բաժարով։ Հիմա գուզենք շատ լավ սեով վարչադրել հոմենտմենի նոր վարչության աշխատանքը որ ավելի սկացինք որ գրնակ ունենք եւ շնորհակալություն Չալլա կալդարի միասին հայրամագ աղորձեով գդոնենք Բարև քույրեր եղբայրներ Ես հոմենտմեն Բուրչամուդի մասնաճյուղի Ադենաբետն եմ Երջանիկ Մակասյան Հարկարժան հոմենտմենի Լիբանանի շրջանային վարչություն Սիրելի հոմենտմենի Լիբանանի մասնաճյուղերու վարչություններու անդամներ Միջվարչական առաջին ժողովին արիտով հոմենտմենի Բուրչամուդի մասնաճյուղի անունով մեր երախտագիտությունը կհայտնենք նման արդյունաբեր նախաձեռնության համար Այս խոսքով նաև գուզենք շնորհավորել հոմենտմենի Լիբանանի բոլոր մասնաճյուղերու հաջողությունները որոնց մշտական ձևով կհետևենք հատկապես հոմենտմեն Անտելիասի աղջկանց բասկետբոլի առաջին տասագարկի ախոյան խումբը, ինչպես նաև շրջանային վարչության նոր շունչ և նոր երանդ ունեցող աշխատանքները։ Մենք կհավատանք, որ այս ժողովը արիտ պիտի ըլլա մասնաճյուղերու միջև համագործակցությունը, զարգացնելու ինչպես նաև միասնական աշխատանքով Լիբանանի շրջանի դեպի հարաճ մղելու։ Ինչպես միշտ հոմենտմենի Բուրչամուդի մասնաճյուղի համագործակցության դռները միշտ բաց եղած բոլորին իշա հոմենտմենի նշանապանին, բարձրացիր բարձրացուրին եւ աբակա հայ սերունդներու դասյարակության։ Շնորհակալություն։ Բարև ձեզ, բադվարժան հյուրեր, սիրելի հոմենտմենականներ, մասնաճյուղերու Սկաուտական խորհուրդներու անդամներ, գազմեր եւ անշուշտ շրջանային սկաուտական կմապետություն։ Շատ սրդի խոսի ինձի սկաուտությունը դույլվեք, որ երկու բար խոսի միան սկաուտենեն մեկնած միշտ պատրաստ ազույգ բարերը, լոգ բարեր չեն ասոնք, բոլորիս համար ծանոթ են, որ տաշտերու վրա բոլորս կգենանք եւ հրահանգիմը հետևանքով սկաուտը միշտ պատրաստ կբորան դղակը։ Բայց ասոնք լոգ բարեր չեն ինչպես ասի, ասոնք խտան մնեն, ու է մեկ հոմենտմենագանի, ամեն մեկ հոմենտմենագանի, որ ինքզինքը հոմենտմենագան գսկա, և գսկա, որ դալիք ունի այս միության, բադգարելի միության, և որ ահազանքը գհնչե, և շրջանայինը գազմը գհրավիրե բոլորը այս տեսակ ձանրագշիր ժողովիմը քիչ առաջ կխոսեինք գոմնագի այս տեսակ ժողովներ առաջ ժամանակին շատ կլային վնասյունի շատ մեծ չեմ բայց գնալ աս ջերմակ մորուկը վգայե որոշ դարիքմը
Շատ ասպիսի ժողովներու ներկա կգտնվեինք եւ օրինակ կառնեինք մեզ մեծերեն, որոնք այսօր մեկ մասը շփախտաբար վերնեն, մեկ մասը կորձեն եւ բավական մաս մնալ ներկա են։ Ուրեմն չեմ ուզեր երկարել, վարզապես հաջողություն կմաղթեմ եւ մեծ շնորհակալություն կհայտնեմ շրջանային վարչության, որ այս նախաձեռնությունը արավ եւ այսօրվա ժողովը սարքեց։ Հոմետմեն ջունի մասնաճյուղի վարչության անունով շնորհակալություն կհայտնեմ ձեր բոլորին։ Շնորհակալություն։ Գետրոնական վարչության ներկայացուցիչ, գույր միություններու ներկայացուցիչներ, Գետրոնական կոմիտեի ներկայացուցիչ, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Մեր բոլորին հոս գտնվել այս սրահի մեջ կփաստե որ Պարսացիր նշանապանը խոսքը չէ։ Ասել է թե միաստապար է որ գրնանք մեր միություններ հասցնել մեր երազած մագարտագին։ Միասնապար է որ բոլորս պիտի գրնանք ցերքի դալ եւ դիվար հոմետմենական գերդել։ Շատ երկար չեմ ուզել խոսել իմ սիրելի եղբայրներս արդեն ասույթը մեջբերին։ Միայն ուզեմ շնորհակալություն հայտնել շրջանային վարչության, որ այսպիսի առիթներ կստեղծե եւ վստահ եմ որ ապակայինը նորեն պիտի ստեղծե, որովհետեւ հստակ է ասում մեր եղբայրներուն մեկդեղվիլը ինչ տեսակի կորզոնոյությամբ արժեվ կգտնվենք մենք եւ ինչ տեսակի կորձեր պիտի բերե ապակային, որ գնանք մեր միության ինչպես որսի երազած մագարտակին հասնելու Մոմետմեն Անտիլիասի վարչություն շնորհակալ ենք։ Բադվարժան Հոմենտմենի գետրոնական վարչություն, Հոմենտմենի Լիբանանի շրջանային վարչություն, Հոմենտմենի Լիբանանի մասնաճյուղերով վարչություններ, Բադվարժան հյուրեր եւ սիրելի հոմենտմենականներ։ Հոմենտմենի ԺԴ-ի մասնաճյուղի վարչության անունով հաջող աշխատանքի դարի կմաղթենք բոլորին։ Լիահույս ենք, որ այս տարեշրջանը ըլը արդյունավետ, բեղուն եւ հաջողություններով լի։ Մաղթենք, որ միասնության, ծառայության եւ հայրենասիրության ոգին միշտ առանձնորդ է մեր բոլորին գործունեությունը եւ Հոմենտմեն Լիբանանի մեծ ընտանիքը շարունակե հզորանալ ու բարձր բահեր մեր միության վեհ հարակելությունը։ Բարի եւ արդյունավետ տարեշրջան նորանոր հաջողություններով, եղբայրական ջերմ բարևներով Հոմենտմենի ԺԴ-ի մասնաճյուղի վարչություն։ Շնորհակալություն։ Սիրելի քույրեր եւ եղբայրներ, իմ խոսքս Հոմենտմեն Ռաուդայի վարչության գոմեն, որ ամենը նոր մասնաճյուղն է այս իբրև հավատավոր հոմետմենական մեծակույն բարության կսկամ մանկնելու ձեր դիմաց եւ խոսելու միությունը մասին, որ տարեմը ավելի եղած է հայ երդասարտության բարոսը։ Նա մանավանդ մեր սիրելի Լիբանանի հոմետմենը, որ միշտ եղած է հայ կյանքի եւ հայաբահմանման լավագույն օրինակը։ Հատկապես ներկա դժվար պայմաններու մեջ ձեր ամեն մեկ ակումբը դումն է, ուր մեր բադաններն ու երդասարտները գսորվին հայրենասիրությունը, գարկապահություն, մանավանդ կտասյանակցվին իբրև դիբար եւ մարդ, որոնք ազգային պիտի շարունակեն նույն անցգարկ նվիրումով։ Յուրաքանչյուր մասնաճյուղ ինքն իր հզոր ամրոցն է, ուր սկաուտական եւ մարզական ոգիով կգերդվի ապակա դոգուն հայը։ Շնորհակալություն բոլոր անոնց, որոնք գամավոր կերպով կծառայեն եւ գենսունակ կբայեն այս մեր ընտանիքը։ Շնորհակալություն։ Այժմ կհրավիրեմ եղբայր Հրաչ Սետոյան փոխանցելու Հոմետմեն Լիբանանի շրջանային վարչության խոսքը։ Եղբայր Երջո, նախքան խոսքս ախոյանությունը Անտիլիասը արավ աղջիկները
պետք է հիշել եւս, որ անցյալ գիրագի մի քանի օր առաջ Հեծիգի Հոմետմենի 3 խումբեր արժանացան 3 ախոյանության։ Եղբայր Սակո։ Եվ ասոնք 18 տարի է վեր ցերկերնից չեր։ Բադվարժան Հոմետմենի գետրոնական վարչության ներկայացուցիչ եղբայր Վիկեն Ավակյան, Հարկարժան Հոյտա Լիբանանի գետրոնական կոմիտեի ներկայացուցիչ եղբայր Գարո Արուչունյան, Հարկարժան Բուրշամուդի քաղաքապետի խորհրդի ներկայացուցիչ ընկեր Մարդիկ Ասլանյան, Հարկարժան Վանացայինի դնորենություն Մեծարկ համասկայնի շրջանային վարչության ներկայացուցիչ ընկեր Իլիզա Բաստաջյան, Հարկարժան Զոմի, Լեմի եւ բանանեգան միություններու ներկայացուցիչներ, հարկելի վարչություններու, սկաուտական խորհուրդներու եւ հանձնախումբերու ադենաբետներ եւ անդամներ, սիրելի ներկաներ, շուրջ 6 ամիսներ առաջ Հոմետմենի Լիբանանի շրջանի 52-րդ ներկայացական ժողովը բարդ դրավ նորընտի շրջանային վարչության թափ տալու քարոզչական եւ գազագերբական մարզերուն, զորացնելու մեր միության շարքերը եւ գապ բահելու թարուս արագ հասանելիության քարոզչական ծևերուն, նույն ծևով շարունակելու սկաուտական եւ լեվամի աշխատանքները։ Ընդրութենեն ամիսք մի հետ արդեն գազմվեցավ քարոզչական հանձնախումբը, օժտվեցավ փորձարու անդամները, որոնք անմիջապես կորձի անցնելով կորձի լծեցին WhatsApp channel-ը, վերականգնեցին YouTube channel-ը, աշխուժացուցին Facebook-ի եւ Instagram-ի էջերը։ Այժմ հաստատորեն գրնանք հայտարարել, որ ամեն մեկ լուր գզեդեղվի այս էջերուն վրա, հասանելի դառնալով ավելի քան 20,000-ի ավելի ագնտիրներու։ Ինչպես բոլորս նկատեցինք, այս հանձնախումբը արդեն իսկ գրծավ դարաշրջանի ամենախջողված ամիսները, սկաուտի օր, ապրիլ 24, մայիսյան փառատոն, լևամի խաղեր, թևագոխել մեծ հաջողությամբ։ Հոմետմեն Լիբանանը ներկայացնելով ոչ միայն Լիբանանի հայության, այլ նաև ուղղակի սփռումներով աշխարհի բոլոր հայության։ Գուզենք նաև հիշել, թե անցյալ շաբթվնե սկսյալ երկշաբաթյա թրությամբ սկսավ սփռվել Հոմետմենի ցայնը, հայդակիրը վանացայնեն, նպատակ ունենալով փոխանցել Հոմետմենի լուրերը մեր քաղաքին։ Անցնելով գազագերբական բաժնին, այսօր կսկսենք այս միջվարչական ժողովը, որը պիտի հաջորդեն միջդիվանական եւ այլ ժողովներ, ավելի եւս թյուրացնելու եւ ճիշտ ծավալ շարունակելու մեր միության աշխատանքները։ Այս ժողովներուն նպատակ ունենալով հավաքել վարչություններուն ու վարչականներն ու հանձնախումբերը, ադենաբետներն ու անդամները նույնապես աշխատելու եւ ավելի լավ խաղապարներով առաջնորդելու աշխատանքները։ Վերոհիշյալ աշխատանքներեն կարելի է հիշել 10-րդ համամետնական բանակում Հայաստան, մասնաճյուղային բանակումները, Հոմետմենի Լիբանանի մարզախաղեր, որոնք տեղի պիտի ունենան հոկտեմբեր ամսվա ընթացքին, Լևամի 60-ամյակի ցերնարկ, Ֆանֆարի 80-ամյակի ցերնարկ։ Բարի եկածեք բոլորդ եւ հաջողություն մեր միջվարչական ժողովին։ Այժմ եմ կհրավիրեմ եղբայր Գարո Հարությունյան փոխանցելու Հոյտա Լիբանանի գետրոնական կոմիտեի խոսքը։ Հրամեցեք։ Բարև ձեզ, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Ամեն բանի առաջ ինձ համար մեծ ուրախություն է ձեր հետ միասին գտնվել այսօր, իսկապես որ մեծ հաճույք է լալ ներկա ժողովիմը, ուր Հոմետմենի Լիբանանի ընտանիքը ամբողջ ներկա է եւ ներկա է ինքնինքը սրբակրելու, ինքնինքը գազմագերբելու
եւ իր կորձունեությունը ավելի ամուր հիմերու վրա տնելու համար։ Այս առիթով ես նախ կուզեմ բոլորը շնորհավորել, շնորհակալություն հայտնել շրջանային վարչության, որովհետեւ որ նման առիթ ստեղծած է բոլորիս համար, նաև մեզի համար, որովհետեւ մենք ալ ներկա գտնվենք եւ մեր սրտի խոսքը եւ մաղթանքները ուղենք ցեզի։ Առանց վարանելու գրնամսել, որ մեզի համար, Հոյիտա Լիբանանի կենտրոնական կոմիտեի համար, հոմենետմենը Լիբանանի քաղուտի ամենագենսունակ, ամենաշատ խանդավառությունը ստեղծող եւ իր շուրջը ամենաշատ համագիր հավաքելու potential ունեցող միություններն մեկն է, եթե ոչ ամենամեծը։ Ադիսական պատճառ պետք է լա մեզ համար, որ փորձենք միշտ ավելին տալ։ Ադիգա challenge է մեզ համար, որբեսի մեկ հաղթանակին վրա կոմարենք երկրորդը, երկրորդին վրա երրորդը եւ տատար չժանշնանք։ Ես այս բոլորը կսնեմ, որովհետեւ գիտեմ, որ ամբողջ աշխարհի հայությունը մեզի գտիդե։ Ամբողջ աշխարհի հայությունը Լիբանան գտիդե ընդհանրապես, բայց ամենաշատ գտիդե հոմենտմեն, ամենաշատ գտիդե հոմենտմենի հաջողությունները, ամենաշատ հետաքրքրված է հոմենտմենի դարած հաղթանակներով, ամենաշատ հետաքրքրված է Լիբանանի հոմենտմենի ընտանիքի գազམ་ակերպած մայիսյան փառատոններով, հետաքրքրված է մեր գազམ་ակերպած բանակումներով, մեր գազམ་ակերպած խարույկահանտեսներով, հետաքրքրված են ուրախանան մեր ուրախություններով, մեր հաղթանակներով, կփորձեն նաև նմանիլ մեզի այնքան որքան իրենց շրջաններու, իրենց քաղաքներու գարելիությունները կընկերնեն։ Մեր թերը, որպես Հոյիտա Լիբանանի կենտրոնական կոմիտե, մենք չենք տեսներ այնպես, որ ստիպված ենք մենք միջամուխը լալուց էր գործերում։ Ասի գներեք, որ դերևս գրտնությունը լացեց մեր շատերուն համար իմ կողմես լսված, իմ կողմես ասված, բայց արիթը հարմար է, որպեսի հոս բոլորիդ ներկայությանս են։ Լիբանանի կենտրոնական կոմիտեն բացարձակապես չի փափակիր միջամուխը լալցез մե ովևէ մեկուն կորձունեության, ոչ շրջանային վարչան, ոչ շրջանային սկաուտ խորհրդին, ոչ խմբապետական գազմին, ոչ մասնաճյուղերով վարչություններուն, ոչ մեկուն։ Որովհետև վստահություն ունենք, որ դուք ամենալավ անձերն եք, ամենալավադեղյակներն եք եւ ամենագարողները գիտնալու համար, թե ծեր դժվարությունները ուր են, ախտաժանությունները ինչ են եւ ծեր ընելիք գործերը ինչ պետք է ելան այդ սխալները սրբակրելու համար։ Դուք մեզ մելավ գիտեք։ Վստահություն ունենք ծեր վրա։ Ամբողջական վստահություն ունենք ծեր վրա։ Անց առ անց, մարմին առ մարմին, վարչություն առ վարչություն, բոլորիդ վրա։ Ասիսելով չեմ ուզեր որ սխալ հասկանաք մեզի, չեմ ուզեր որ գարձեք, թե մենք մեր վրա տրված բարդականությունը մենք մեր ուսերեն ուզենք հանել ընդհակառակը։ Միջամուխ չլալով հանդերձ, կուզեմ նաև գիտնակ, որ մենք հոսենք 24 ժամի վրա 24 ժամ, որովհետեւ եթե դուք դիմեք մեզի, ծեր ունեցած որևէ մեկ դժվարության արիթով, մենք պատրաստ ենք մեր ցերկը ներկայացնելու ամբողջական նվիրումով, մինչև որ ծեր դժվարություններն ամենավերջինը չկանա։ Բարեփոխությունը նաև նկատել, որ վարչությունները ընդհանրապես կազմված են բավական փորձառություն ունեցող, բայց նաև նոր թեմքեր է։ Ասիկա շատ քննադատելի աշխատանք է, որովհետև ամեն վարչության բարդականությունն է ինքն իր կորձունեության ընդմեջեն եւ կորձունեության շրջանի ընթացքին նոր ուժ պատրաստել, նոր մարդ պատրաստել։ Ասիկա շատ կարևորությամբ կընդգծեմ, որովհետեւ դուք հետակային այսպես լակ, այսին ամեն վարչության մեջ լան հիները, լան փորձառու եղբայրները, քույրերը, բայց իրենց կողքին նաև լա անպայման նոր թեմք, որովհետեւ հաջորդականությունը բահբանվի։ Շատ ուրախ եմ նաև հայտնելու, որ տադելով մինչև հիմա իր ունեցած գործունեությունն գահավակնի մսելու, որ մենք ունենք այսօր Լիբանանի մեջ շրջանային վարչությունը, որ իսկապես մինչև այսօր իր գդարած գործունեությամբ եւ աշխատանքներով
Գրծավ ինքսինքը փաստել որպես դուփեն դուրս մտածող, դուփեն դուրս, այսինքն սովորականեն դարբեր կայլմը անտին նորարարություն բերելու, նոր բան ընելու իր կարողության մեջ, ինչ որ նաև մեզի համար շատ մեծ ուրախություն է։ Շրջանային վարչությունը գիտեք արդեն, իսկ եթե փամագավոր չգիտեր վստահեմ, որ քիչ վերջ շրջանային վարչությունը պիտի զեկուցե ցեզի, ծրագիրներ մշակած է, որոնք իսկապես որ քաչություն կբահանջեն։ Այդ 4 ծրագիրները, որոնց մեջ ես տեղյակ եմ, կոնե մեկ հատ հիշեմ, գիտեք, որ մենք ունենք ֆանֆարմը Լիբանանի մեջ, որ ամբողջ հայության, այսինքն պարկուբադիվն է, սպասածն է։ Բայց եթե դեղյակ եք հավանաբար, ու եթե չեք գիտեք, որ այդ ֆանֆարի դրամատրված սենյակները, փորձի սենյակները շատ խեղճ վիճակի մեջ են։ 4 ծրագիրները մեկը շրջանային վարչության, ֆանֆարի գետրոնավայրը, փորձի սենյակները գահավորել է, վերանորոգել է, պետք եղած դասավորումներ անել է։ Եվ այս ծերնակներու հաջողության համար բարդավոր ենք մենք բոլորս թեև ու թիգուն կլալ շրջանային վարչության։ Այո, ծրագիրները մշակած է շրջանային վարչությունը, բայց դեռևս շրջանային վարչությունը ինքը առանցինը չկարենա այս բոլոր իրագործել, որովհետև $1000-2000 մասին չէ որ գխոսենք, շատ ավելի մեծ գումարներով մասին գխոսենք։ Իմ պատկերացումս այն է, որ հոս գտնվող բոլորս թեև ու թիգուն կլան շրջանայինին այս ծրագիրը եւ իր մշակած մյուս ծրագիրները իրականացնելու համար։ Քանի արիթը դրված է ինձի երկու բառով նաև իմ նկատած, այսինքն մեկ դժվարություն, որ մեր վրա բարդ կտնե անպայման ադոր մասին մտածել, լուրջ մտածել, նախապես եղած սխալները սրբակրելու համար։ Հոմետմենը մարզական միություն է, մարմնագրթության մասնակետ միություն է, և մարզական աշխարհի մեջ մրցակցությունը բնական բան է, և մրցակցությունը շատ լավ բան է, պետք է ելա։ Բայց նաև մրցակցությունը մանավանդ հոմենտմենի դարբեր մասնաճյուղերու միջև պետք է գիտնանք բահել իր առողջության սահմաններում մեջ։ Ավելորդ անդեղի մրցակցությունը նաև գրնա վնասակար լալ եւ ասիկա հոմենտմենի իմիջին շատ քեշ կրնա աստել։ Դուք գիտեք հավանաբար ինչի մասին կխոսենք, որ լավ գլա որ ասոր մասին մտածենք եւ առաջ կառնենք հետագա դժվարությունները։ Չմոռնանք, որ մեզի համար նաև հոմենտմենի Լիբանանի ընտանիքին առողջ ըլլալը եւ պարկասո հոմենտմենի Լիբանանը առողջ է այսօր, կենսունակ է, ներկա է քաղաքներս, եւ մենք ասիկա գտիդենք որպես եւ ուրիշներ ալ նաև գտիդեն որպես քաղուտի ընդհանուր վիճակը ներկայացնող բազգերակը։ Եթե հոմենտմենը լավ վիճակի մեջ է, մենք կհավատանք, որ ամբողջ Լիբանանի քաղուտը լավ վիճակի մեջ է։ Ասիկա նաև մեր վրա հավելյալ բարդականություն գտնե, որովհետեւ մենք մեր ցերկեզը եկած ունենք, որ արձանագրված հաջողությունները այդ բարձրության վրա ալ մնան։ Մենք մեր ծնածորեն Լիբանանի մեջ խաղաղ, հանգիստ, հանդարտ օր չենք տեսած, դերևս մոդիկը բակային ալ չտեսնենք։ Դժվարությունները միշտ եղած են, միշտ ալ պիտի ելան։ Այս բոլորը պատճառ պետք չէ, սակայն որ մենք մեր ծրագիրները լավ ձևով չմշակենք եւ պետք եղած ուշադրությունը չտանք ընդհանրակը, հավելյալ աշխատանքով մենք մեր նպատակներուն հասնենք։ Հաջողություն կմաղթեմ ձեր բոլորին, վստահ եմ, որ այս ժողովը շատ արդյունավոր ժողով բիլա եւ ուրիշ արիտներ դակավին պիտի ունենանք մենք միացնելու եւ դեսնվելու։ Հաջողություն բոլորին։ Գհրավիրեմ եղբայր Վիկեն Ավակյան փոխանցելու հոմենտմենի կենտրոնական վարչության խոսքը։ Հրամեցեք։ Հարգելի հյուրեր, սիրելի քույրեր եւ եղբայրներ։ Կենտրոնական վարչության անունով գողջունեմ միջվարչականս ժողովը եւ ժողովը գազմագերբող շրջանային վարչությունը։ Ողջունի գողքին նաեւ Կողմնակություն գայտնեմ, որ
հազիվ 6 ամսվա կյանք ունեցող այս շրջանային վարչությունը այսօր հաջողություն մնալ գավելցնե անցնող ամիսներու իր հաջողություններուն վրա։ Այս ժողովը իր ցևով եւ օրագարկով հաջողություն կնկատենք մենք իբրև կենտրոնական վարչություն, որովհետեւ անցնող տարիներուն միջվարչական ժողովները ունեցած են հաջող զեկուցական բնույթ, հաջող եղած են մարզական կամ սկաուտական հատուկ օրագարկերով, սակայն առաջին անգամն է, որ իբադիվ այս շրջանային վարչության, որ շրջանային ներկայացական ժողովի որոշումները գործածության տնելով, ժողով գումար է գազագերբական օրագարկով։ Գազագերբական օրագարկը սելով ինչ կա հասկանանք, քիչ առաջ հնչեց այս բառը։ Գազագերբությունը, գազագերբական կյանքը միության ողնահարն է։ Հանեցեք գազագերբությունը, գազագերբական կյանքը, ինչ կմնա արդյոք միության մեջ, ինչ կմնա հոմենիտմենի մեջ։ Հոմենիտմենը կդառնա բարձրապես ջադրագի, ֆուտբոլի, պինգ-պոնգի կլաբ, ուր մարդիկ կուքան, կխաղան, կուքան ու գերտան, այդքան։ Եվ կամ գենսոլորդի եւ բնության հարցերով սպաղող NGO-ը կդառնա մետմեն։ Եթե սկաուտականի մասին անդրադառնանք, կապենք սկաուտականին։ Եթե հանենք գազագերբությունը, հանենք վարչությունները, հանենք միջուկը։ Գազագերբությունն է այն շաղախը, որ իրարու կմիացնե բոլորը եւ գճիշտե մեր նպատակը, որուն համար մենք հոսենք, որուն համար մենք կգործենք 108 տարի է իվեր աշխարհով մեկ, իսկ 103 տարի է իվեր Լիբանանի մեջ։ Երբ որ գազագերբական կյանք կսենք, գազագերբական կյանքը 4 հիմնական խարիսխներ ունի։ 4 հիմնական գեդերով վրա հիմնված է։ Առաջինը դաստիարակությունն է։ Չի գնար գազագերբության անդամը լալ, միության անդամը լալ եւ դաստիարակված չլալ։ Անտաստիարակ միութենական չկա։ Դաստիարակությունն է, որ կգերդեն նկարակիր, թիմակից, մտածելակերպ, խառնվածք, արժեքներ կուտա մարդոց։ Եվ այսօր եթե հոմենտմենականը կզադորոշվի այլ ասկայիներեն, շնորհիվ իր այս բոլոր հատկություններուն, որոնք փոխանցված են դաստիարակությամբ։ Այդ դաստիարակությունը գլա դաշտերու վրա, հավաքներու ընթացքին, նման ժողովներով, քիրքրականություն գարտալով, բայց գա դաստիարակությունը։ Եվ աստող դաստամյակներուն այդ դաստիարակությունը հաճախ վերանայված է, վերամշակված է, քայլ բահելու համար օրվան բանջարներուն հետ։ Եվ այսօր եւս մենք նույն գացության դիմաց ենք, հանդիման ենք, մեր շուրջի փոխվող իրականություններուն դիմաց վերանայելու մեր դաստիարակության ծևերը, միջոցները, բովանդակությունները, արտիականացնելու, այժմիականացնելու, որպեսզի գարենանք մեր շուրջը դակավին, մեր շուրջ թիմակրավել կամ մեր շուրջ հավաքել ներողություն նոր դարեր, ինչպես որ քշարաճսվեցավ։ Մենք գարիք ունենք նոր դարերու։ Հետևաբար դաստիարակությունը հիմքն է։ Մենք հոմենտմենական գերդերու հարց ունենք աշխարհով մեկ։ Հոմենտմենը գա, խումբերը, սկաուտական շարքերը կան, բայց հոմենտմենական մարդն է, որ հաջող շրջապատի հոսանքներուն այսպես զոհ երթալով գամած իր արժեքներեն սկսի երբեմն դեղի դալ։ Անցյալները դեղ մգլսեի Չինաստանի մեջ ժամանակին մարդիկ մտածել են, որ հաջող Չինաստանը ներխուժումի կենթարկվի։ Մտածել են, որ ինչն են։ Որոշել են մեծ բարիսպ կառուցել Չինաստանի։ Եվ 100 տարի ժամանակ տրամադրել են բարիսպ կառուցելու համար։ Բայց բարիսպ կառուցել են 10 տարի յետք, նկատել են, որ 10 տարվա մեջ 3 անգամ Չինաստանը հարձակումի ենթարկված է։ Ժողովի հրավերած են երկրի մեծամեծերը քննելու համար, որ մենք բարիսպ ըրինք, բայց ինչու հարձակումի ենթարկվինք։ Եվ այնտեղ նստողները մեկը նկատել դված է, որ հարձակողները բարիսպեն չէ որ մտան, այլ թռնեմ մտան, պահակներուն խապելով մտան։ Եվ ասած է, որ մենք քարը շինեցինք, բայց մարդը չշինեցինք։ Մարդն է, որ գբահե բարիսպը, դարբասը, կայսրությունը։ Հոմենտմենի բարակային եւս մարդն է, հոմենտմենականն այն արժեքը,
որ այս միությունը պահպանած է տասնամյակներ շարունակ։ Երկրորդ արժեքը, որում վրա հիմնված է այս միությունը կամ այս գազམ་ագերբություն հասկացողությունը, ամբողջականությունն է։ Շատեր կգարձեն, որ գազམ་ագերբությունը ասելով կնշանակի միայն ծրագրել, գազམ་ագերբել։ Ոչ։ Հոմենտմենը ժողովներեն ծնած մարմիններ են, շրջանային վարչություններ, անոնց կողքին գործող հանձնախումբեր են, անոնց կողքին սկաուտ խորհուրդներ են, խումբեր են, մարզիչներ են, տնօրեններ են, օգնականներ են, եւ այս բոլորին ամբողջությունը, այս բոլորին իրար հետ հարաբերությունը հեզասահ եւ ներտաշտակ կորձակցությունն է, որ գազམ་ագերբությունը կստեղծե եւ գազམ་ագերբական կյանքը առաջ կմղե։ Եվ շատ կարեւոր է, որ այս բոլորը առողջ չլա, այս բոլորը գենսունակ լա, այս բոլորը լավ գործ է։ Ամեն մարդ գիտնա իր չափը, սահմանը, ընելիքը, չնելիքը, արդոնվածը, չարդոնվածը, որովհետեւ մեր գազམ་ագերբական կյանքը իսկապես դառնա ուժական։ Եթե այս գազམ་ագերբական մեքենան լավ գործ է, եւ ինչ որ այսօր կտեսնենք, որ կգործ է, կհաստատենք նաեւ այդ մեկը, վստահ կգրնան գլա, որ միությունը գրնա իրակորձել իր գարջադեպ եւ երկարադեպ ծրագիրները։ Երրորդ արժեքը, որում վրա խարսխված է գազམ་ագերբական կյանքը, պատկանելիությունն է։ Եթե մեկը իբրև հոմենտմենական ամբողջականության սկացում ունի տաստիարակված է, ինքզին կսկա հոմենտմենական։ Այսինքն, երբ որ նեղանա, չերտա ուրիշ աղումբի մաս չի գազմեր։ Երբ որ ինչ որ հարցով վշտանա, դունը չի նստիր։ Թագարակը հոմենտմենականը մեծ ընտանիքի անդամը լալով իր քույրերուն, եղբայրներուն հետ խնդիր չունենար։ Գնա դարագարձի կլար։ Գնա գեցվածներու դարբերություն ունենալ, բայց հոմենտմենականը գմնա հոմենտմենական։ Այսօր ես կաշխատիմ, վաղը իմ զավակս պիտի աշխատի, վաղը տորնիկս պիտի աշխատի, ամեն մարդ իր ժամանակը ունի, իր պայմանները ունի, եւ բոլորս միասին կաշխատենք, որովհետեւ մեկ ընտանիքի անդամ ենք։ Գպատկանենք մեկ մեծ ընտանիքի, որը արժեք հաջող չենք գիտեր, համաշխարհային ընտանիքի, աշխարհի 26 երկրներում մեջ տարածված ընտանիքի։ Հիմա Ուրուգվայի կացեք, եղբայր քույրս լոց էսի գողջունեն, Սիդնի կացեք, Լոս Անջելես կացեք, Կահիրե, Ալեքսանդրիա, ուր գուզեք։ Կփավե որս եք հոմենտմենական եք, քույր եք, եղբայր եք, ձեր ցերկը գտոտվեն։ Եվ վերջ։ Դուք աշխարհի յուրաքանչյուր երկրի մեջ ուր հոմենտմենգա դուն ունիք, հարազատ ունիք, հասկական ունիք, հավատացեք։ Այս է մեր ուժը, որովհետև պատկանելիության սկացումն է, որ բոլորս իրար կգաբե։ Եվ այդ սկացումը կարևոր է, որ ավելի ամրապնդվի նման ժողովներով, նման անտիբումներով, նման քննարկումներով։ Եվ չորրորդ գեդը գազམ་ագերբական կյանքին, որ հիմնական առասները մեկն է հանձնարարությունն է։ Եվ որ գսկաս որ գպատկանես ընտանիքիմը, որուն նպատակը միայն քու մասնաճյուղիդ հաղթանակը չէ, քու երկրիդ մեջ կատարված իրակորձումը չէ, այլ ամբողջ հայության հբարտություն ներշնչել է, հաղթանակի ուրախություն ներշնչել է, այսինքն հոմենտմենի մեծ ընտանիքին պատկանելիության գիտակցությունը ունիս, անգևերջ այլես կկործես, եւ պիտի կործես, մինչեւ վերջ, չկա ելք։ Միակ մխիթարան կուրենալով այն, որ մահետ ետ տակաղիտ վերակուտրու հոմենտմենի տրոշը պիտի գրես։ Իսկ դե շատ բախտավոր եղար, շքանշամը պիտի առնես կյանքիդ վերջավորության։ Այլապես ուրիշ ընդրանք չի գա։ Ասի սորվեցված է մեզ հոմենտմենը դաստամյակներ շարունակ իր աշխարհասփյուր նվիրյալներով, որոնք հանձնարարությամբ կործած են, երբ որ հանձնարարություն գսենք, կհասկանանք կարգաբահություն, օրինաբահություն, ճշտաբահություն, նվիրում, ծառայասիրություն, ինչ կուզեք գեղեցիկ ածականներ շարեցեք։ Այս է հոմենտմենը։ Մենք ենք այդ հոմենտմենը։ Հոմենտմենը աներևակայելի երազային անցումը չէ, մենք ենք։ Ամեն մեկուս մեջ կա այդ արժեքները մեկը կամ մյուսը։ Երանի բոլորը ունենանք, գծկտինք ունենալու։ Եվ այդ ուժն է, այդ պատկանելիությունն է, այդ հանձնարարությունն է, որ այսօր գմղը մեզ Լիբանանի այս պայմաններում մեջ հոսանքնիվեր ընտանալու եւ 6 ամսվա մեջ այսքան իրակորձումներ կատարելու։ Ես 6 ամիսը գնամացնեմ ասող 6 տարիներուն։ Կարծեք 6 տարիներու իրակորձումներ խդացվեցան այս 6 ամիսներում մեջ։ Հրաշք չէ որ պատահեցավ։ Բարձրապես ճիշտ մարդը ճիշտ տեղը դրվեցավ։ Շատ բարձր։ Եվ բարձրապես վստահություն ներշնչեց շրջապատին։ Այդ գազմը եւ գազմի շուրջ գործող հանձնախումբերը։ Հետևաբար գետրոնական վարչություն մենք չենք կարող ուրախ չլալ այս բոլորը դեստելով։ Մանավանդ որ Լիբանանը գետրոնական վարչության նստավայրն է
Եվ Լիբանանի յուրաքանչյուր հաջողությունը բոլորիս հաջողությունն է։ Բոլորիս հավատացեք։ Այս իմաստով ես իմ ղարքից կգտնեմ իբրև գետրոնական վարչություն, որ մենք կմնանք այս շրջանային վարչության գողքին։ Պատրաստ ենք նեցու գլալու ամեն ձևով, որովհետեւ հաջողին նաև իր հարաճիկը բոլոր ծրագիրները։ Եվ այս ձևով ես կուզեմ խոսքս եզրափակել, որ հաջողություն կմաղթեմ այս ժողովին, անկախ իր քննարկումներն, բայց եթե քննարկումները առողջ եղան եւ գասկած չունիմ, եւ եթե դրական որոշումներ ալ փոխեցան, այդ բարակային հաջողությունը գլա փայլուն հաջողություն։ Եվ մաղթեմ մեր ժողովը ավարտի փայլուն հաջողությամբ։ Շնորհակալություն։ Այժմ պիտի ցուցադրենք AI-ով պատրաստված բզդիկ դեսերիզմը։ Some stories begin with victory. Ours began with survival. They came with nothing. No home, no certainty, only life itself. And sometimes, even that felt fragile. They carried memories heavier than anything their hands could hold. Yet they continued, one step, then another, because when everything is taken from you, forward becomes the only direction left. Lebanon. Not home, not yet, but possibility. They arrived with nothing, but they did not arrive empty. They carried knowledge, faith, discipline, culture, and a determination stronger than exile itself. So they did what survivors do. They built a school, then another, a church, a gathering place, a future. Because survival was never the destination. It was only the beginning. Grief became movement. Pain became purpose. Memory became action. The next generation needed something more than survival. They needed purpose, a place to grow, a place to belong. So a movement was born. Hometmen. Wherever Armenia
teaching something simple. Rise and raise. A people survives when its youth rise. The children became leaders, athletes, teachers, builders, citizens. They honored their heritage, they strengthened their communities, and enriched the nation that gave them a future, Lebanon. 100 years later, the story continues. 1,500 athletes, 1,200 scouts, thousands of supporters. 10 chapters, one purpose. A century ago, our ancestors crossed deserts carrying more than survival alone. They carried a flame that refused to be extinguished. For 100 years, through every challenge, every hardship, every generation, Homentmen sheltered that flame, nurtured it, protected it, passed it from one hand to another, from one heart to another. And now, it stands before us, brighter than ever. A century ago, they arrived with almost nothing. But today, we carry everything that matters. A community, a purpose, an identity, a legacy, a responsibility, a future, and a flame to carry. Not for ourselves, but for every generation that will follow. So they stand taller, dream further, and shine brighter than we ever could. This is what we invite you to become. This is who we are. This is Homentmen, Lebanon.